Ահավասիկ այստեղ է սիրեներ, որ խնդիրը ի հայտ գուկա։ Անոնք մարդիկը գանվանեն օրենքը չկիցողներ, բայց հարց կհարաչանա ուրգե պետք է այդ մարդիկը իմանային այդ օրենքը, եթե հենց իրենք գրոնական առաջնորդները չբացադրեին զայն, ավելին, անոնք նույնիսկ կնզովեն մարդիկ, զանոնք տնելով անելանելի վիճակի մեջ։ Ցավոք սրտի պետք է նշել, որ այսօր մեր եկեղեցին նույն կերպ կվարվի։ Մենք նույն քահանաներն ու քահանայապետները ունենք, որոնք մեզ գանվանեն անդեղյակներ, անմիտներ, խաժամուժամփող եւ այլն, տարբերություն չկա։ Մեր եկեղեցականները ցավով սրտի չեն աշխատիր հավատացյալի գիտության զարգացման ուղղությամբ։ Անոնք մեր հավատացյալները կգաբեն իրենց հետ, ոչ թե ավետարանին կամ Քրիստոսին։ Հավատացյալը կվախնա քահանային դուրս որևէ բան ընել գարձելով, թե դա կբերե գործանում, սակայն ասիկա սխալ է եւ չպետք է այդպես լա։ Հոգևոր առաջնորդը պետք է ժամանակավորապես առաջնորդի հավատացյալը, որ մեկ հավատացյալը պետք է ի վիճակի լա ինքնուրույն քալելու։ Իրականության մեջ մեր առաջնորդները մեզ կառաջնորդեն դեպի սխալ ուղղություններ եւ ոչ թե ավետարանի ճանապարհով։ Անոնք կնպաստեն անձնապաշտության,